կոնվենցիա են ընդունել։ Հիմա տեսեք, 88 թվականից ըստ Գանդոնը, քորը, իր համակարգ կոչվածով, իր կույսակցություններ կոչվածով, դաշտաններով, հանրապետականներով, բարգավաճով, ֆլան ֆստանով, ծարին, տիրան, չիր, կիմքայլ, քոքայլ, ԲՀԿ, ԲԴԿ, ՄԴԿ, ԱԺԲ, ԴԲԺ, ՄԴԲ, ինչքան պոռնիկներ կան, ինչքան կուսակցություններ կան։ Դրանք բոլորը պոռնկած զավակներ են։ Հիմա բացատրեմ, հիմնավոր է։ 88 թվականից ձեզ մատուցում են այս պոռնիկների գլխավորությամբ Արցախը մերն է եւ վերջ։ Խարդախությամբ խաբեությամբ եկան, ձեզ խաբեությամբ խարդախությամբ իբր թե ընտրել եք, ոչ մեկին դուք չեք ընտրել։ Սրանց նշանակել է։ Դրանք որտեղից ի հայտ եկան, որտեղից հայտնվեցին եւ ձեզ մատուցվեցին որպես առաջնորդներ, ղեկավարներ։ Մինչև ԽՍՀՄ կոչված փլուզումը, չնայած ինքը չի փլուզվել, ես պարզապես դες բացատրում եմ, իրավական հիմքերն եմ տալիս։ Իրավական հիմքերը։ Մինչև փլուզում կոչվածը, գործում էր ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը, որով ցանկացած գործողություն պետականության դեմ կատարված, դա ենթակա էր մահապատժի։ Ղարաբաղ կոմիտեն, որը ծլվալալով եկավ մեջտեղ, բռնեցին տարան, ճիշտ է։ Տարան։ Ինչի բաց թողեցին։ Բոլորին գնդակահարության էր հասնում այդ Ղարաբաղ կոմիտե կոչված։ Ես այս փաստերը ներկայացրել եմ, որ ԽՍՀՄ-ն չի լուծարվել։ Եվ այսօր ՄԱԿ կոչվածը ընդունվում է, ամրագրված է, ոչ թե ՌՖ կոչված, այլ ԽՍՀՄ-ն։ Եթե ԽՍՀՄ-ն չի լուծարվել, ուրեմն փաստացի Հայաստան կոչվածն էլ ԽՍՀՄ-ի մեջ է, Ուկրաինա կոչվածն էլ ԽՍՀՄ-ի մեջ է։ Բոլոր 15 հանրապետություն կոչվածներն էլ ԽՍՀՄ-ի մեջ են, ՍՍՍՌ-ի մեջ են։ Եթե ՍՍՍՌ-ը չի լուծարվել, ուրեմն դրանք կան, գոյություն ունեն որպես հանրապետություններ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսին ամրագրված է, իր անվանումը չի փոխել։ Չկա պրոմսդաչնի ակտեր, որ դու դուրս ես եկել ԽՍՀՄ-ից քո համապատասխան սահմանադրություն կոչվածի հիման վրա եւ քո տարածքը հանդիսանում է այսքան, որովհետեւ եթե դու դուրս հայկացելներ 91 թվականով ԽՍՀՄ-ից, ապա քո տարածքը պետք է ամրագրված լիներ պրոմսդաչնի ակտերի վրա, ընդունման հանձնման ակտերի վրա եւ դու ամրագրիր քեզ որպես պետություն, բայց դու հանրապետություններից մեկն ես։ Հանրապետություններից մեկը բոլորը բլեֆ է։ Հիմա եթե դու դուրս եկած լինեիր, ապա դելիմիտացիա, դեմարկացիա չպետք է անեիր։ Դուրս ես եկել, ինչ հիմքերով։ Ուր է հիմքերը։ Ուր են իրավական ակտերը։ Ցանկացած պետություն ամրագրված հիմնված է իրավական ակտերի վրա, որը հիմք է տալիս նախագահի, վարչապետ կոչվածի ընտրելու նշանակ, որովհետև եթե դու տարածք չունես, դու ո՞նց կարող ես պատահի նախագահ ընտրես։ Ո՞նց կարող ես պատահի Օղչարահոտը նախագահ ընտրի, վարչապետ ընտրի, պարլամենտի պոռնիկներին ընտրի, հասարակ պարզ հարց եմ տալիս։ Եթե դու տարածք չունես, ո՞նց կարող ես պատահի այդ տարածքում բնակչություն ունենաս։ Կամ այդ տարածքի բնակչությունը լինի քոնը, այսինքն Հայաստանի ձեր գիտակցությամբ Հայաստանի Հանրապետությունը։ Հարց եմ տալիս։ Հասարակ պարզ հարցեր եմ տալիս, որի պատասխանները ցանկացած գիտակից մարդ պետք է որ հասկանալով, գիտակցելով հասկանա։ Վերլուծի։ Հիմա եթե դու տարածք չունես, դելիմիտացիա ես անում նոր ես ամրագրում սահմանները, ուրեմն դու սահման չունես։
Ուրեմն դու տարածք չունես, հիմա հարց է առաջանում։ Եթե դու տարածք չունես, բա ոնց է մեր գործարանները, մեր հանքերը, հա? Ինչ որ какой-нибудь գանդոններ տիրապետում։ Հարց եմ տալիս։ Ես ոնց եղավ գործարանները, այն պոռնկացինի աղբերները, վզգոյի են, պոռնիկի աղբերները թալանեցին վզգոյի հետ։ Ինչի վզգոն չէր իմանում։ Հա? Արատի ոսկու հանքը, 1000-ից ավել գործարաններ, հա? Հարց եմ տալիս։ Կամ այս գանդոն վզգո կոչվածը, քոր կոչվածը, իրենց համակարգերով հանդերձ, սահմանադրություն, օրենքներ ինչի համար էին գրել, հա? Գրել են, որ որը մաքրեն, հա? Փաշողլու կնգա բեռնումը կողեին, թե փաշողլու բեռնումը կողեին, թե դադախազության բեռնումը կողեին, թե քնչականի, թե ԱԱՑ-ի, թե դադավորների, թե սահմանադրական դատարանի, թե կույսակցական գանդոնների, հարց եմ տալիս։ Սահմանադրության մեջ ամրագրված էր, որ նախագահի թեկնածու կարող է ընդգրկվել, մասնակցություն ունենալ, համապատասխան պահանջների հիման վրա, 10 տարի անընդմեջ քաղաքացիություն ունենալու հանգամանքը, կա տենց հանգամանք, այս պոռնոն 10 տարվա քաղաքացիություն ունեցել է, հետո մի րոպե, որ ամրագրել են այս պոռնոները Արցախը որպես Ադրբեջանի տարածք, Թուրքին ոնց են բերում նշանակում որչափետ, որից հետո ապօրինի անօրինական կարգով իբր թե ընտրության գնան, ոնց կարող է պատահի անօրինական գլխավոր օրենքի խախտումը բերի օրինական նշանակման, հարց եմ տալիս, կամ այս միջազգային գանդոնները այդքան գիտելիքներ չունեն, բա որ այդքան գիտելիքներ չունեն, կամ այս ազգային ախորի դեպուտանկեքը, կամ դադախազությունը, կամ ԱԱՑ-ն, կամ քնչականը, կամ հակակոռուպցիոնը, կամ սահմանադրական գանդոնները, հարց եմ տալիս, այսքան ուղեղ չունեն, որ չունեն, ուրեմն բնականաբար գիտելիքներ էլ չունեն, եթե գիտելիքներ չունեն, ուրեմն իրավունք էլ չունեն նշված պաշտոններին նստեն, եթե գիտեր ու անում են, ուրեմն հանցագործ է, հիմա, եթե ամրագրված է ադրբեջանական տարածք, բայց գանդոնները ոնց են ձեր երեխեքին տարել զոհաբերել, ցեղասպանել, Արցախը մերն է և խաբեությամբ, խարդախությամբ ձեր երեխեքին ցեղասպանել, մեր ՀՀՊ բյուջե կոչվածը տասնամյակներ Ադրբեջանին տվել, միլիարդավոր դոլարներով, հարց եմ տալիս, օրենքից եք խոսում, խոսենք օրենքից, հարց եմ տալիս, օղջարահոտ, որ ձեզ բերում են դայաղ են անում միկրոֆոնները պուտանկա լրատվական պոռնոները, ինչ կարծիք է, ինչի կարծիքով է պետությունը կառուցում այդ պոռնիկներ, ինչի կարծիքով է նշանակվում որչափետ, պառլամենտ, կարծիքով է դադախազություն, ԱԱՑ, քնչական, հակակոռուպցիոն դատարաններ որոշումներ կայացում, այդ օրենքները ով է գրել, ով է ստորագրել, ով է ամրագրել և ինչ հիմքերով, եթե նախագահ անօրինական, ոնց կարող է պատահի իր կողմից ձևավորված կենտրոնական հանձնաժողով, դատարաններ, դատավորներ նշանակված եւ այլն լինեն օրինական, հարց եմ տալիս, հիմա հարց
Երկրորդ կատեգորիաների վերաբերյալ ով ասեց, ով է ասում, որ Հայաստանը տարին երկու անգամ, տարին մի անգամ, 5 տարին երկու անգամ պետք է դիմի ՄԱԿ-ին դելիմիտացիա դեմարկացիայի համար։ Այն դեպքում երբ հեռու չեմ գնում 1920 թվականից դելիմիտացիա է արված, դեմարկացիա է արված։ Հա? Արբիտրաժնի դատարան կոչվածը, միջազգային դատարան կոչվածը Վուդրո Վիլսոնը, Ամերիկա կոչվածը ամրագրել են պետությունների հետ, ճանաչել են Արմենիան 214,000 քառակուսի կիլոմետրով։ Հարց եմ տալիս։ Այս Բայդենը, Տրամպը, ես մի շխերի գանդոնները, մի րոպե, կամ միջազգային կոչված պոռնոները, կամ այս ՄԱԿ կոչված գանդոնները, որտեղ պորլամենտյորներ կան, ճիշտ է, տարբեր պետություն կոչվածներից, չէ՞։ Բայց գանդոնները այնտեղ ովքեր են նստած, լուբաներ են այնտեղ, տրուբի վրա ֆռացող լուբաներ են, հարց եմ տալի, ոռատուներ են, միակ միտքը գաղափարը շինվելն է, հարց եմ տալիս, արա, այնտեղ ովքեր են նստած, արբիտրաժնի դատարանը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, որ այսօրվա վրա ՄԱԿ-ը, 214,000 քառակ այն ժամանակվա, որտեղ մեր պահանջը ավելի է, 470,000 քառակուսի կիլոմետր, բայց մենք 3 միլիոն քառակուսի կիլոմետրի պահանջ ունենք, դա հետո, այսօր 480,000 քառակուսի կիլոմետրի պահանջ ունենք, Արևմտյան Հայաստան 290,000 քառակուսի կիլոմետր, պլյուս 40,000 Կիլիկիա, պլյուս Նախիջևան, պլյուս Փայտակարան, պլյուս Լեռնային դաշտային Արցախ, պլյուս Ատրպատական, իր Բաքուրակերտ մայրաքաղաքով մեր Բաքուր արքայի անվամբ կարճ Բաքու, պլյուս Ջավախ, Խախալցխա, Բաթումի, հարց եմ տալիս, արա։ Ինչ դելիմիտացիա դեմարկացիա։ Լավ, հիմա ասենք ուրիշ կողմով։ Այս պոռնիկները ամրագրել են, որ Արցախ Ադրբեջան, հա, ամրագրել են։ Փաստացի այս գանդոնները, սկսած քորից մինչև Փաշողլի, Ռաուֆով, Խերժոյով, հա, իրենց համակարգ կուսակցություններով, ազգային ախորներով բոլորն էլ հանցագործներ են, միջազգային հանցագործներ, որովհետև եթե ըստ իրենց ամրագրված Արցախը Ղարաբաղը Ադրբեջանի վարչատարածքային միավոր է, ուրեմն սրանք բռնազավթել էին Ղարաբաղը եւ մեր երեխաներին որպես վարձու վարձկաններ զինելով, ֆինանսավորելով եւ այլն, տարել են, ցեղասպանել են։ Հարց առաջանում։ Բայց ՄԱԿ-ի գանդոնները, բայց Ամերիկա կոչված պոռնուհիները, դեսպանուհիով կոչված, պետդեպարտամենտ կոչվածով ու մնացած գանդոններով, մակարոններով, ֆուցններով, մնացածներով, խիզրանք չեն կալանավորում։ Հանցագործները միջազգային, այս համակարգ ունենք մենք։ Մենք համակարգեր ունենք, դադախազություն, ԱՑ, քնչական մեկ էլ, բայց գանդոնների խիչ են բռնում։ Հարց եմ տալիս, հա? Ալո։ Բայց գյոթերին, եթե ըստ սրանց ամրագրված փաստաթղթերի Ղարաբաղը Ադրբեջան է եւ փաստացի այս գանդոնները զավթել են, հա? Դե դեպքում հարց է առաջանում, սրանց խի չեն բռնում։ Սրանց խի Հաագայի դատարանը չի դատում։ Հա?
Տեսեք, պարզ հարցեր եմ տալիս, որի պարզ պատասխանները ձեզ համար պիտի լինի հիմք, որ ձեր ոռները ձեր գլխներից հանեք, աչքերներդ քաքից մաքրեք, ագաժներդ քաքը մաքրեք, աչքերներդ բացեք ու լսեք ինչ եմ ասում, արա։ Հարց եմ տալիս, զանգում եմ ածը, գանդոնները փախնում են, արա։ Զանգում ես մուսրնոց, մուսրը փախնում, արա։ Ինչ խերես մուսրնոց։ Ինչ ածնոց, արա։ Կոնկրետ հարցեր եմ տալիս։ Նորից եմ ասում։ Ադրբեջանի տարածք կա Ղարաբաղը։ Ուրեմն այնտեղ բնակվողներ, ադրբեջանցի են, ճիշտ է։ Ադրբեջանցից թե ինչ ոռատալի, գալիս է նստում է նախագահ, վարչապետ, հարց եմ տալիս այդ գյոթեր։ Օրենք կա, օրենք ում համար է գրած։ Օրենքից եք խոսում, արա։ Ընտրություններից եք խոսում, կողքև ձեր գանդոն բերան, ինչ կլրիս օրենք, արա։ Մի րոպե, ժողովուրդ։ Ժողովուրդը ինչ է։ Հարց եմ տալիս, ժողովուրդը ինչ է։ Խառնածին հատվածը, որի մեջ մտնում է ադրբեջանցին, ռուսը, ուզբեկը, թուրքը, ջհուդը, գյոթը, որից քունվողը, ձեր հետ ինչ կապ ունի, այսինքն այն հատվածի հետ, որը կոչվում է ազգ, որը կոչվում է իրան ըստ գիտակցության հայ։ Քո ավանդույթի, քո մշակույթի, քո լեզվի, քո հոգևորի հետ ինչ կապ ունի դա։ Մուսուլմանը ոնց կարող է պատահի ընդհանուր ցանկություն ունենա, ընդհանուր բնորան ունենա, ընդհանուր ավանդույթ, մշակույթ, լեզու, հոգևոր կրոն ունենա։ Հարց եմ տալիս, արա։ Բա ոնց կարող է պատահի թուրքը ընտրի այն մարդուն, որը ըստ ձեր գիտակցության համարվում է վարչապետ։ Այսօր ձեր գիտակցության։ Ռուսը, որի շահերը մեզ հետ չի առնչվում, ընտրի մեր ազգի ցանկալի ղեկավար։ Հարց եմ տալիս, արա։ Ձեզ սփյուռք կոչված կլրածծող գանդոն բեռնիսները քունեմ սաղիտ, լսում ես գյոթեր։ Բոռատուն է։ Նորից եմ ասում ձեզ, ինչ կապ ունի գյոթը, բոզը, թուրքը, ջհուդը, արաբը, եւ այլն, մեր ազգի ավանդույթի, մշակույթի, մեր լեզվի, մեր օջախների հետ։ Ոնց կարող է պատահի նրանց ցանկությունները համընկնեն մեր ցանկությունների հետ։ Որ ասում եք ժողովրդավարություն, այսինքն ժողովրդի իշխանություն, ժողովրդի մեջ էլ մտնում է, տեսեք, այսօր հասարակ պարզ բան եմ ասում։ Զինապարտության մասին օրենք կա, ճիշտ է, որ 16 տարին բոլորած անձը պարտավոր է ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Բա մի րոպե, այն կլլերի գլուխ են ծծող են, որից քունվող գյոթ են, դոք կոչված կլլերի գանդոնը։ Զանգում է, որ մուսրները վեգալում են, ասում են, այս բանակից փախել եմ, ժաշտամ են ճաշիտ մեջը ուտես գանդոն։ Արա այդ բոզի տղա։ Բա խիչ ես ասում, բա մալականները խիչ են ծառայում, հա։ Բա ռուսը, բա ջհուդը, բա թուրքը, բա խիչ են ծառայում, բա այդ հարցերը խիչ ես բարձրացնում, թուրքի քունված գյոթ, հա։ Թուրք պապատա ծրագիրը տվե, ժաշտամ ես ձեր ընտանիքների վրեն այ գանդոններ։ Հարց եմ տալիս այ գանդոններ։ Խետ հարցերը բա չեք բարձրացնում, ոռատուներ։ Սրանք հանցագործ է, հա։ Սրանք պետական դավաճաններ են, բա ոնց ես այդ պետական դավաճանների հետ գնում ընտրության։ Հարց եմ տալիս բոզի տղա։ Հարց եմ տալի բոզի տղեկ, ովքեր